Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, դե ինչ մի քանի վայրկյան երևի սպասենք հավաքվեն մեր հետևորդներից, ընկերներից ու մի փոքր խոսենք այն ամեն ինչից, ինչը որ արդեն սկսվել է, կարելի է ասել։ Այո, իսկապես սկսվել է ու սա այս ընտրությունները նախ եւ առաջ ընտրությունների քարոզարշավին անդրադառնանք։ Քարոզարշավը նախ եւ առաջ բոլոր քաղաքական ուժերի ներկայացումն է, թե ով ինչ է հասցրել անի, ով ինչ չի արել, դա նույնպես գնահատականի արժանի, ովքեր ինչ պիտի անեն, ովքեր մի խոսքով, այսպես, հա, տարբեր ուժեր տարբեր կերպ են պատրաստվել եւ բնականաբար խաղակարտերը համաչափ իրենց խոսույթը պիտի համաչափ օգտագործեն բոլոր համայնքներում, բոլոր մարզերում ու պիտի ներկայացնեն այդ ամեն ինչը։ Կլինեն ուժեր, ովքեր ընդամենը պիտի լոլոներ կարտան, կլինեն ուժեր, ովքեր որ ձեզ պոզիտիվ կներարկեն, կլինեն ուժեր, որ հակառակ պեսիմիզմ կներարկեն, բայց կլինեն ուժեր, ովքեր ոչինչ չեն արել, բայց կներկայանան, որ ամեն ինչ են արել եւ այլն, մանիպուլյացիաներ, ջանուջիգյարներ, տեղին թե անտեղին, այս ամեն ինչը, այս մի ամիսը տեսնելու ենք մենք բոլորով։ Շատերին կնյարդայնացնի, շատերին հունից կհանի, շատերին կուրախացնի, շատերը կսպասեն եւ այլն։ Բայց պետք է հանրությունը մենք ընտրողներս պիտի այս ամեն ինչին տանք հստակ գնահատականներ եւ այստեղ է որ պիտի լինենք խստապահանջ։ Այ հենց եւ խստապահանջ եւ խստաբարո պետք է դրսեւորենք մեզ այս ընտրությունների ֆոնին։ Այ հենց այստեղ։ Հետո էլի 5 տարի ինչից ուզեք կարող եք խոսել։ 5 տարի շարունակ տեսել ենք ամենատարբեր երևույթների, անձերի, թե դրական թե բացասական իմաստով, ովքեր որ մեկը քննադատել է, մեկը քրֆել է, մեկը հայոեն, մյուսը ջանուջիգյարը ասել, ամեն ինչ արել են։ Այդ բոլորը եղել է աշխատանք, հավատացեք։ Այս 5 տարիներին ով ոնց ինչ աշխատել, բերել, կենտրոնացրել է այս մի ամսվա վրա, որպեսզի իր քայլը անի մինչև 31 թիվ ապահովելու համար իր դիրքերը, ավելի կոնկրետ ապահովելու համար։ Եկեք հերթով գնանք, տեսնենք ով ինչ արել, հետո մի քանի, համառոտ իհարկե, հետո իհարկե կանցնենք կանդրադառնանք նաև մի քանի նյութերի։ Սկսենք իշխանություններից։ Իշխանությունները իրենց թերևս 21 թվականի խոստացածներից, այստեղ շատ բան չկա ասելու, մոտավորապես իմ կարծիքով, իմ գնահատմամբ մոտ 70-75% արդյունավետություն ցուցաբերել են, եթե հաշվենք նաև քրիտիկական բայերը, որ ունեցել է Հայաստանի Հանրապետությունը, ապա դա դրական ցուցանիշ է, բայց այնուամենայնիվ 20-30% հատված կա, որտեղ որ չի կարողացել շատ բան անել։ Եվ դա նույնպես գնահատական է։ Ընդդիմությունը իր խոստացածից ոչինչ չի արել, բացարձակ ոչինչ, խորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը։ Արտախորհրդարանական ընդդիմությունը հանդես է եկել միայն լոզունգներով, հարցազրույցներում իր ամենատարբեր ծրագրերին իր աջակցությունը ցուցաբերելով կամ չցուցաբերելով, սա նույնպես գնահատական է, որովհետև արտախորհրդարանական ուժերը թերևս պետք է ամենաակտիվ իրենց դրսևորեին այս 5 տարիների ընթացքում, որպեսզի այսօր ասելիք ունենային, ներկայանալու բան ունենային։ Կան ուժեր իհարկե որոշակիորեն ներկայանալիք ունեն եւ կարելի է դրան նույնպես դրական գնահատական ընդհանուր առմամբ։ Այսօր ամեն մեկս հետևում ենք արդեն ով ինչ է խոսում, բայց խոսքի տակ պիտի լինի հետագից։ Իսկ ով է խոսողը, կարևոր չի ով է գեղեցիկ խոսում, ով է բան, ռետորական արվեստ ցուցաբերում եւ ով չի կարողանում ասել շատ հասարակ հաղթարշավ բառը։ Այս այդքան էլ կապ չունի։ Ես իհարկե հիմա աչք չեմ խափելու ու չեմ փորձելու ներկանալ իբր շատ օբյեկտիվ գնահատականներ եմ տալիս եւ այլն, իմ միակ օբյեկտիվությունը կայանում է նրանում, որ ես չեմ կարող ընդունել որպես քաղաքացի այն ուժերին, ովքեր որ ամբողջ 5 տարիների ընթացքում աչքերը փակել են, այո, աչքերը փակել են չտեսնելու համար, թե օրինակ ռուսական կողմից ինչ արվում Հայաստանի հետ։ Ես սրանց հանդեպ չեմ կարող օբյեկտիվ լինել։ Իմ օբյեկտիվը նրանում է, որ ես շատ խիստ բացասական եմ վերաբերվում նրանց։ Սա ամենաօբյեկտիվ վերաբերմունքն է, որը կարա լինի։ Միակ օբյեկտիվությունը դա է։ Ուրեմն այսօր մենք տեսնում ենք դուրս են եկել, նախ սկսենք երեկվանից, ինչի՞ չէ, երեք եթեր չհասցրեցի անեմ, երեք այդ հաղթարշավ բառի հետ կապված, ես ուզում եմ հասկանամ, օրինակ ասենք, այնտեղ հավաքված մարդիկ, երբ որ Սամվել Կարապետյանը երկար ժամանակ հաղթարշավ բառն էր փորձում օգտագործել, այդպես էլ չստացվեց,
Վերջում էդ ինչ ծափար դե ինչ դրանով ոգևորում եք Սամվել Կարապետյանին, որպեսզի նա սկսի կարողանալ ասել հաղթարշավ բառը, իսկ գուցե մի հատ էլ հանձնարարեք, մի հատ էլ ասի նեոպոստռուկտուրիզացիա բառը, ասենք, չգիտեմ, հա, թե ուրախանում եք, որ նա չի կարողանում արտահայտել հայերեն հասարակ բառերը, այնքան էլ բարդ չի հաղթարշավը, մենք հայերենում շատ ավելի բարդ բառեր ունենք, ու այս սա լեզվի սայթակում չգիտեք, երբեմն լինում է, այո, որ ինչ-որ տորմուզ է էլի մտնում մոտդ, դա լինում է այդպես, բոլորիս մոտ էլ, բայց այդ ինտոնացիան, այդ ասելիքը, այդ հռետորաբանությունը եւ այլն, գիտեք, խոսում է շատ բաների մասին, բացասական իմաստով։ Եկեք մի հատ այդ պահը միասին դիտենք։ Մենք այսօր սկսում ենք մեր գլխավոր հաղթաշարը։ Մեր ուժեղ Հայաստանի գլխավոր հաղթաշարը։ Մենք այսօր սկսում ենք մեր գլխավոր հաղթաշարը։ Մեր ուժեղ Հայաստանի գլխավոր հաղթաշարը։ Հիմա, ստեղ գիտեք, ինձ համար այդքան իհարկե ծիծաղելի էր, բայց ամեն դեպքում ավելի շատ ես ոչ թե կենտրոնացել էի բառը կարողանում ասել թե ոչ, այլ այն աշխատանքը, որը որ կատարվում է, ոնց է ջուրը գցում։ Տեսեք, պատկերացրեք այն մարդուն, ով որ գրել է, թե ինքը ինչ պիտի ասի։ Եկեք մի հատ ըտեղ նայենք, որովհետեւ սա թիմային աշխատանք է, չէ՞։ Սկսում են։ Սամվելը Կարապետյան դու եկա փողա տվե։ Ասում են ինչ պիտի ասեմ որ ելնեմ։ Ասում են հեսա ասենք շրջան։ Գնանք մտածենք։ Ինչպես ենք ցանկացած ընտրությունների հենց սկզբում ամեն մեկը ուզում է ուժ ցուցադրի։ Իր ներուժը, իր հետևորդներին, իր կողմնակիցներին, իրեն սատարողներին, ինչքան հնարավոր է շատ եւ պիտի այնպիսի խոսքով մտնի խաղի մեջ, արդեն բուն խաղի մեջ, որ դա դառնում է ամբողջ ընթացքի համար, ցած առաջնային խոսույթ, հասկանում եք, ամենակարևոր պահն է։ Ու պետք է այդտեղ տեքստը գրել։ Ճիշտ է, ինք ասել եմ մի քիչ կարճ կգրեք, արա, դուք ապուշեք, հանգարցած չլինի, մտնեմ ու բան անեմ։ Ասել են, օքեյ, մենք կգրենք կարճ, բայց կգրենք ազդեցիկ մի բան։ Ստեղծագործող մարդ, նստել է, սկսել է մտածել, ինչպես սկսել։ Դրել է իրան, պիտի մի հատ քեզ պատկերացնես խոսողի դիրքում, չէ՞։ Ու ասել է, ես հիմա գրում եմ այսպես։ Դուրս է գալիս դռներից, այն որ ձու էր նկարացվել։ Այդ դռներից դուրս է գալիս առաջնորդը կնոջ հետ, երկուսն էլ նույն կերպով հագնված, հետևից դուրս կգան բանակից թռած երիտասարդությունը, դրսում կանգնած է 5000-ով հավաքաժողովուրդը, ինչի 5000-ով հեսա կասեմ, այնտեղ դեկան մարդիկ որ 5000-ով չեն գնացել, հարցերը չի, բայց մի խոսքով։ Ու այս ամեն ինչը պիտի նկարվի sense դռոնով, բանով, ու նա պիտի ասի խոսք, ու այդ խոսքը պիտի լինի կարճ, բայց մեղ, ինքը մեղ պիտի լինի։ Ու գրում է. մենք այսօր սկսում ենք մեր հաղթարշավը։ Սկսում ենք ուժեղ մտնենք։ Այս ստեղծագործողը այդքանը ստեղծագործում, հա։ Այդ ոնց որ կապս թռավ։ Հա, չէ, տեղում է։ Մի խոսքով, այս ստեղծագործողը, այս բանի մեջ ուրախացած ստացվել, այո, գալիս ասում, այս ես ասում, շեֆ, ասում, ես եմ ասում, հա, վերջ։ Ելնում է, մենք այսօր սկսում ենք մեր այդ բանը, ուժեղ Հայաստանի այդ նույն բանը, հասկանում եք, ինձ, ես պատկերացնում եմ այդ գրողը, տեքստը գրողը, արա ոնց ասեն ցարեմ մի հատ, ես սուր եմ ընգել, ու աստվածներ օգնեք ինձ, հիմա ես էլ ինչ գրեմ, որ ավելի ազդեցիկ լինի, որովհետև խոսքը ազդեցիկ լինելը այլ բան է, այդ խոսքը ազդեցիկ օգտագործելն ու կիրառելը լրիվ այլ բան է, հասկանում եք, իմ համար, լուրջ եմ ասում, Ժողովուրդ ջան, ամենաշատը մեղքս գալիս է այդ տեքստը գրողը։ Ես որովհետև պատկերացնում եմ ինքը ինչ էմոցիա է տեսել դրա տակ, հա։ Մենք այսօր սկսում ենք մեր հաղթարշավը, ժողովուրդ ոշբան, մեր ուժեղ Հայաստանի հաղթարշավը, հասկանում եք, դե պետք է սոչմի ասել, դու ինքդ պիտի վստահ լինես այդ բառին, դու այդ բառը կրողը պիտի լինես, այդ հաղթարշավը կրողը պիտի լինես, ու համոզիչ այնպես ասես, որ քո հետևորդը այո, ու այն Ուիլյամ Վոլեսի զորքի պես յուբկով, դերով, բանով, փրթելով այդ ու սա ելնում է, մենք այսօր, արա, գիտես,
Գիտեք, կարելի է սրան սրան էլ կարելի է ուշադրություն չդարձնել, եթե աշխարհում նորմալ լիներ ընդհանրապես բառերով խոսել։ Ասենք, չէ՞ որ մարդիկ շփվում են իրար հետ ոչ թե միայն բառերով, այլ բառին զուգահեռ էմոցիայով, էմոցիային զուգահեռ ժեստիկուլյացիայով, իհարկե կան, որ ավելի սեղմ, ավելի սակավ են օգտագործում, բայց այդ քիչ օգտագործելը հատուկ տեմբրով է գնում, հատուկ հայացքով եւ այս մի խոսքով կամ կա որ շատ են անում, դա վատ, հա։ Արա ախպեր, խիտ հարիֆին քծիր փոսը, այդ տղայա թե աղջիկ չգիտեմ, սաղ գիշեր ախր չի քնել այդ երկու նախադասությունը ծնելու համար, ինքը տեսել է դա, որ բացվում են այդ դռները, դուրս է գալիս, ինքը տեսել է, ինքը այդ ապրել է, հասկանում եք, ու դու atենց, ու դու տենց ես վարի տալ, դու տենց վարի ես տալիս երկու նախադասությունը, բա դու ոնց կարաս վարի տաս մի ամբողջ երգիր, ապո, հասկանում եք, ես այդ եմ մտածել, ճիշտ է, հաղթարշավ բառը չասելու վրա բոլորս ենք խնդացել, բայց ինձ ուզել է կոնկրետ այդ հատվածը, արա այդ տղային, այդ տեքստը գրողը տենաս ինչ եղավ, կա, չկա ինքը հիմա, ինքը շարունակելու է էլի ինչ-որ բան գրել, չի շարունակելու, հասկանում եք, չի կարելի։ Ու հենց այստեղ է, որ ես ասում եմ, դեռ երբ եմ ասել, երևի ամիս ու կես առաջ եմ ասել, որ ես վստահ եմ, նրանք չեն գալու դեբատի, չեն գալու։ Ու այդ դեբատի չգալ, բայց ձայներ հավաքելն էլ ժողովուրդ ջան, մենք ենք առիթավորել իրենց, որովհետև օրինակ 2021 թվականի ընտրություններին Քոչարյանը, Սերժը, Լևոնը փախան դեբատից, փախան, չեկան։ Այն որ վերջում լավ, ով ինչ ասեց, խոսած, արեց, դրեց, ֆռած, գնաց, եկավ, ինչ տվեց, ինչ ռազմավարությունը ոնց ներկայացեց, ոնց չէ, հաղթարշավ ասեց, չասեց, ցենց եկան, վերջում տեղի ունենում դեբատը, որտեղ որ այդ տելևիզորի դեմը նստած եմ ես, նստած է իր աջակիցը, մյուսի աջակիցը, նրան սատարողը, նստած ենք։ Ու արդեն այդտեղ ամենաօբյեկտիվ մեր առաջնային նպատակը մեր պետությունը խոսքերին ուշադրի պիտի լսենք։ Անցյալ անգամ թռան, բայց տեղավորվեցին ազգային ժողովում։ Դրանից հետո թիմ ընտրություններին Վարդանիկը թռավ, չեկավ դեբատին, մարդը հավաքեց այնքան ձեն ու դառը համայնքի ղեկավարը, այդ ուրիշ բան է, հետո ճակատագիրը ոնց դասավորվեց։ Բայց սա նրանց տալիս է ստիմուլ, հասկանում եք, երբ որ քաղաքացին այդ դեբատի չգալը չի գնահատում, ես օրինակ ասեմ, ես գիտեմ ես ում եմ ընտրելու, իմ կարծիքով շատերը գիտեք ում եմ ընտրելու, բայց եթե ում որ ես ընտրելու եմ չգա դեբատի, առատ է ձեն կստանա ինձանից։ Դա ես կդիտարկեմ վախկոտություն, ես այդտեղ կունենամ խիստ կասկածներ նրա բանի վրա, ասենք, որ իր ասածների վրա վստահաբան, ասենք, ծրագրերի վրա կամ անողանոցի, ու ես չեմ տա այդ ձենը, բացառվում է ես տամ այդ ձենը, հասկանում եք, ու ես այո կընդունեմ, որ նրա դիմացինները արդեն հաղթել են մինչև ընտրությունները, ես դες կընկալեմ, բայց սրանք չէ, եւ այդ ստիմուլը մենք ենք տվել, այդ բանը մենք ենք տվել, այնպես որ պետք է այդ առումով ուշադիր լինենք, ես վստահ եմ, որ նրանք չեն գալու դեբատի, ոչ Քոչարյանն է գալու հետո դեբատի, ոչ էլ Բուլկին, ու պետք է դրա համար գնահատական ստանալ։ Հիմա այս մարդը հելավ այդ ձվի միջից, այդ նո այդ դուրը, ախր դրան վրա այդ նախշը ձվի նման է։ Այդ զում բացվեց, դուրս եկան, հա, ասեց այն ինչ որ նոր նկարագրեցի, ու ստեյության վերջ։ Հիմա այդ քաղաքացիները այնտեղ հավաքված, ու ունես բուրըն ծափահարություններով բանը, ասենք ինչի վրա եք ոգևորվում։ Որովհետև երկու բառ չի կարում կապի։ Եթե դուք սիրում եք այնպիսի առաջնորդ, ով չկարողանա կապ բառը արտահայտի, մենք ունեցել ենք այդպիսի էլի ներկայացուցիչներ, գնայք ձեն տայեք։ Թե այդտեղ այդքան ուղեղները թելը չէին հասցրել Լևանային։ Հիմա այս 5 տարվա ընթացքում սա այս թեման։ Գանք մի ուրիշ բան է։ Այս 5 տարվա ընթացքում ամեն դեպքում եղել են խորհրդարանական ուժերը, ռուսամետ ուժերը, ովքեր որ մաշացրել են, այն ինչ որ պիտի մաշացնեին։ Ասել որ չի ստացվել իրանց մոտ, օբյեկտիվ չենք լինի, իրենց մոտ ստացվել է որոշակիորեն, դա թե լավ է, նո արդարացված է թե ոչ, սա հարցի մյուս կողմն է։ Բայց մաշացնելու բաներից մեկը, խոսույթներից մեկը որն է եղել Ղարաբաղը, մյուսը եղել է գերիները, այն մյուսը եղել է զոհերի թիվը եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա ես տեսնում եմ,
այս Քոչարյանի դաշինքի սաստավը փորձում է մարդկանց մոտ ինչ գեներացնել, որ այ եթե մենք գանք, մենք զոհերի ամբողջական ցուցակը կներկայացնենք։ Այսպեսի արտահայտություն։ Դրանով ինչ են իրենք ասում։ Ոչ թե ասում են, այ մենք այդքան լավն ենք ու adekvat օրգան ներկայացնում եք, դուք 91-94 թվականների զոհերի ցուցակը ներկայացնեք ձեր կառավարման տարիներին։ Այն մյուսն էլ թե ներկայացնողներ թող մյուսը ներկայացներ եւ առհասարակ ձեր տարիների ընթացքում թեկուզ խաղաղ պայմաններում ինչքան զոհ եք ունեցել, բայց սա չի հարցը։ Հարցը հետեւյալն է, որ իրանք փորձում են կասկած դնել մարդկանց մեջ, արդարացնելու համար իրանք ասած թիվը։ Իրանք իջել 5000-ի վրա հիմա կանգնել են, չէ՞։ 10-12000-ից իջել են 5000-ի վրա կանգնել են։ Հիմա ինչ որ կերպ պիտի արդարացնեն, իրենց ասում են ախպեր 5000 չի։ Արդեն մարդիկ են հարցնում։ Այնքան ենք լուսաբանել բացատրել մարդկանց, որ այդ մարդիկ արդեն երբ որ հանդիպում են, ասում են, բայց սենց բան եկե ասում ինչ կա։ Սակայն այ երբ որ մենք գանք, մենք ամբողջ ցանկը կհրապարակենք։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես ուղիղ բան եմ ձեզ ասում։ Զոհերի ամբողջական բոլորի անուն առ անուն հրապարակված է այս կայքում։ Զինապարտ կայքում։ Մտնում եք զինապարտ կայքը էջա, կարդում եք անունները։ Ու եթե կգտնեք մի հատ նենց անուն, որը որ դուք գիտեք, որ պիտի լիներ, բայց չլինի, ես կասեմ Քոչարյանենք, ուրեմն մի բան գիտեմ, որ ասում են։ Սա ամենազզվելի, ամենալկտի, ամենաթշնամական մանիպուլյացիաներից մեկն է, որը տեղի է ունենում։ Այնտեղ հրապարակած են անունները, ու այդ անունները կարող եք մտնել ու կարդալ։ Ես իհարկե որոշել էի, որ ինքս մտնեի ու մի օր եթերով բոլորի անունները կարդայի, ու վերջում էլ ասեի, որ եթե մեկի անունը բաց եմ թողել, եթե որից մեկը ճանաչում եք մեկին, ում անունը չեմ կարդացել, ասեք։ Բայց դրա ժամանակը չեղավ ցավոք սրտի։ Հիմա ասում եմ ձեզ, այդ կուտը չուտեք։ Սա դա թշնամական մանիպուլյացիան է, որը անում են ձեր հետ։ Նրանք գալու են մաքսիմում հրապարակեն նույն 3833 թիվը։ Կարող է մի փոքր տարբերություն լինի, ինչի հաշվին։ 3833 թիվը իր մեջ ներառում է 44-օրյա պատերազմից հետո որոշ դեպքերում ռազմական գործողություններում բանում նույնպես զոհվածների թիվը։ Իսկ իրենք կարողական բան են։ Վստահ եղեք, այնտեղ այդպես անուն չկա, որ բացակայում է։ Եթե լիներ, մենք բոլորս դրա կգտնեին իրանք այդ մի հատ ծնողին, հենց նույն Քոչարյանենք։ Կգտնեին այդ մի հատ հարազատին զոհվածի ու կասեն, տեսեք, այդ ձեր ասած կայքում պաշտոնական է դա։ Այդ զինապարտը մեծ առանցին կայք չէ, պաշտոնական աղբյուր է, լուրջ պաշտոնական աղբյուր է։ Ասեն, այ տեսեք, այսա չկա։ Դու գիտեք, Քոչարյանենք դա ոնց կանեին ու ոնց այդ 1980 տերը բեռը կսարքեին։ Բանը էլի, այն որ sense նա չոփ կգտնեին ու իրանք կդարձնեին գերան։ Չեն կարող, չկա։ Ու իրանք այո, հենց հանդիսանում են օդ, գազային օդ, այն ինչ որ նոր ասացի, ուղղակի չկրկնեմ այդ բառը։ Իրանք վատ բան են անում։ Ուրեմն ցանկացած քաղաքացի, ով մինչև այս պահը պատրաստվում էր նրանց ձայն տալ, մի հատ պիտի ասի մի րոպե։ Ես ցանկանում եմ ձայն տալ մի քաղաքական ուժի, ես հասկանում եմ, մարդիկ կամ որ ցանկանում են, կամ պատկերացնում են, կամ փրկություն են ինչ որ որոնում ու գտնում, ենթարկվել են մանիպուլյացիաների, չեն ենթարկվել, ես սա հասկանում եմ, բայց այդ մարդուն եմ ասում, եթե դու պատրաստվում ես անշահախնդրորեն հենց Քոչարյանին ձայն տալ, ապա խնդրում եմ, մտի զինապարտ էջը, ընթերցի անունները, արի հարց տուր, ասա ինչի համար եք սա ասում, եթե մի հոգի հելը չեք ճարել, եթե չեք ճարել, ապա դու քեզ արդեն հարց տուր, ես ուզում եմ ձայն տալ մեկին, ով թիվ էր մեծացնում ինձ համար զոհվածների։ Եվ ոչ միայն Քոչարյանի, Ծառուկյանինն էլ։ Անես չի որ Ծառուկյանը այս ամեն ինչից անմասն է մնացել։ Ծառուկյանը այս ամեն ինչը մի գեներացած ֆրֆռում է։ Գյոզերով այտենց բաներ է, խոսում ինչ որ բառերի մեջ բաներ է գցում։ Գնացեք ու այդ կապ չունի հələ իրանց ворթիները որտեղ են եղել պատերազմի բան, այդ կապ չունի հələ։ Կապ չունի։ Դուք այս հարցը բան արեք, ձեզ համար բարձեք, պետք չի ինչ որ մեկի համար, որ ձեզ համար։ Դուք պատրաստ եք ձեն տալ նրանց, ովքեր որ ձեզ համար զոհվածների թիվը արհեստականորեն մեծացնում են, որը ամենաթրքաբարո հենց ամենաթշնամաբարո իրականում գործողությունն է։
Հիմա այն որ ասում է 5000, սա նկատի ունեմ։ Կներեք screenshot-ը ինքը մի քիչ կարող է որակով չլինի։ Այս է նկատի ունեմ, դուք էլ կարող կներեք։ Այս պահը screenshot անեք, մի հատ ու վրայով անցնեք։ Ուրեմն power valuing աշխատանքի հնարավորություն, այսպեսի կայքամ, հա, երևի։ Մեջը մարդիկ բան են արել, հայտարարություն են գրել։ Օր մայիսի 8 վաղը հակակցի մեջ։ Ժամ 8:40-ից 11:30։ Հագուստ ցանկացած հարմար բան։ Վճար 5000 դրամ։ Վայր կենտրոն։ Սա բան են տարածում մարդիկ։ Ես ասենք սա այն որ ուզում են ամեն մեկը իր ուժը ցուցադրի, չէ, ասենք այդպեսի բան կա, իրանք այսպես են ցուցադրում։ Հիմա կգնաք ու ձեր ձայնը կտակ սրանց, ովքեր որ ձեզ չէ որ մենք երբ որ մենք նայում ենք կադրի այս կողմից, ասում ենք որոնք ինչքան մարդ հավաքվել, այնտեղ ինչքան մարդ բան, սա ազդում է, չէ, բոլորիս վրա։ Այս տեխնոլոգիայի համար է, որ իրանք մարդիկ են հավաքում, որպեսզի այդ մարդկանց այնտեղ ներկա գտնվելը մեր վրա ազդեցություն ունենա։ Այս մարդիկ փողով են հավաքում։ Չեմ ասում բոլորն են այնտեղ փողով, բայց հավաքում են փողով։ Առաջ գնանք։ Արդեն ժամանակն է ժողովուրդ ջան, հերթով բանով գնանք։ Այս կապը ոնց որ արդեն ջղայնացնում է ինձ։ Կներեք, միացած բան անեմ, դրոյից մտնեմ էլի։ Չհասկացանք, որ այս մեսենջերը ինչ է բացում։ Ասեմ իմանաք ժողովուրդ ջան, ես օրվա ընթացքում տարբեր թեմաներ իմ մեսենջերի մեջ գեներացնում եմ, որպեսզի հիշեմ ինչից եմ խոսելու, ինչն ավելի այդ բանը արդյական, երբեմն հասցնում եմ անդրադառնամ, երբեմն չէ, չի բացում, նայ, ու հիմա մեսենջերս չի բացում, որպեսզի ես կարողանամ շարունակեմ։ Չի բացում մեսենջերս։ Ինտերնետի կապը նորմալ է։ Լավ, մինչև կբացի, մինչև մի քիչ կընկնի տեղը, մի փոքր փորձենք, ես ուզում եմ մի թեմայից խոսանք, որը մի քանի օր է անընդհատ թողնում ենք հաջորդ անգամվա ու չենք անդրադառնում։ Գերիների մասով։ Գերիների մասով էլ շատ շահարկումներ եղել են, դեռևս շատ գերիներ ունեինք, երբ որ սրանք շահարկում էին, հետո քչացան Փարքաստու, էլի շահարկում էին, հետո էլի քչացան, էլի էին շահարկում, ընդհուպ մինչև այս վերջերս էլի էին քչանում, իրենք միևնույնն է, էլի էին շահարկում։ Եվ խոսքը եկել հասել է, եթե չեմ սխալվում, թվով արդեն 19 գերիների այլ բաղող մարդկանց մասին, ուրեմն Դավիթ Իշխանյանն էր դիմել ձայնագրությունով, ես չգիտեմ այդ ձայնագրությունը ոնց էր հասել Հայաստան, բայց ինձ համար շատ հետաքրքիր էր, որ Ռուբեն Վարդանյանը երբ որ դիմում էր ՄԻՊ-ին, չեմ հիմա այս թեման ասում, որովհետև մեր տրամադրությունների վրա եւ պատկերացումների ընկալումների վրա ազդել է նաեւ այս շահարկումը քաղաքական իմաստով, այո։ Դե Հայաստանում այո, այդքան կեղտոտ քաղաքական ուժեր կան, որ քաղաքական իմաստով ազդել է մեր բոլորի վրա, ու մենք պիտի ըմբռնենք ինչը ինչոց է ու գնահատական տանք։ Ուրեմն Ռուբեն Վարդանյանը դիմել էր մեր ՄԻՊ-ին, բանի միջոցով։ Մեր ՄԻՊ-ը հստակ պատասխանել էր իր գործառույթների շրջանակը, տարածքը եւ այլն եւ այլն։ Սրանից հետո դիմում է Դավիթ Իշխանյանը, էլի մեր ՄԻՊ-ին։ Ես հիմի չգիտեմ, ինձ մոտ տպավորություն էր, որ կարելի է սպասել, որպեսզի հերթով բոլորը դիմեն։ Թե Ռուբեն Վարդանյանը, թե Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտում են։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Այդ որ պահանջներ են ներկայացվում ու փորձում են այստեղ դրանով իբր ցույց տալ մեր պետության անզորությունը այդ մասով, ես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Դուք պատկերացնում եք ինչ կարա մոտավորապես տեղի ունենա, այսա ձայնագրեք ու հետ փոխանցեք Դավիթ Իշխանյանին, ով չգիտեմ ոնց ձայնագրություն էր փոխանցել Հայաստան։ Ձայնագրեք ու փոխանցեք։ Ուրեմն ձեզանից մեկը ես գիտեք ոնց դուք ռազմաքաղաքական ղեկավարություն եք ու ձեր գերի ընկնելը դեռ չի մարսում մեր ժողովուրդը։ Չի մարսում։ Այսպես թե այնպես գերի ընկնելը մի քիչ վատ բան է։ Ու պետք է շատ արդարացնված բաներ լինեն, էլի որ
դու գերի ինքս մարդուն փորձես մեծարել, հա, պետք է շատ հանգամանքներ լինեն, թե ոնց հատկապես ընկել գերի եւ այլն, որ դու սկսես հաշվի չառնել նրա թուլությունը գերի ընկնելու բանը։ Իսկ այդպիսի դեպքեր լինում են, երբ որ շատ ուժեղ մարդ հայտնվում է գերության մեջ, ինչ-ինչ պատճառով։ Դուք ինքնուրույն եք հանձնվել, դուք հանձնվել եք գերության։ Ուրեմն ձեր գերի ընկնելը մեծագույն վնաս է տվել Հայաստանի Հանրապետությանը։ Ես արցախցիներին էլ չասեմ ինչ վնաս է տվել, երևի գիտեք, որ սկսեմ ասել կարող է այլ ընկալումներ լինեն, դրա համար չեմ ասում, բայց Հայաստանի Հանրապետությանը ամենամեծ վնասն եք տվել ձեր գերի ընկնելով, որովհետև դուք հանդիսացել եք ռազմաքաղաքական վերնախավը, ովքեր որ տիրապետում են գրեթե ամբողջ բազային գաղտնիության, հա, տվյալների, այսինքն ձեր մոտ, ձեր մտքի մեջ, ձեր ուղեղում կան բաներ, որոնք որ ես վստահ եմ գերի ընկնող մարդը, որ թուլակամորեն ինքնուրույն գերի է հանձնվել, վստահաբար ինքնուրույն էլ արդեն պատմել է, դրանով վտանգելով Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա գնացեք ձեր միջից, որոշեք, ժրիբովկա արեք, ես սա, այո, հենց շատ անկեղծ եմ ասում, ինձ քիչ է մի քիչ հետաքրքիր։ Ուրեմն, դուք պահվում եք Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործվելու համար։ Գնացեք ձեր մեջ ժրիբովկա արեք, բան քաշեք, վիճակ քաշեք, ամիսը մեկը ինքնասպան եղեք կամերում։ Հավատացնում եմ ձեզ, եթե ոչ առաջինից հետո, ապա երկրորդից հետո բոլորդ կլինեք Հայաստանում։ Ես ձեզ խոսք եմ տալիս։ Երբ որ այնտեղ համոզվեն, տեսնեն ձեր բնավորությունը, իրենց դուք ողջ եք պետք։ Ուրիշ ձև իրենց պետք չէ։ Ու եթե իր մոտ Ադրբեջանում, Բաքվում, բանտում մեռնի, ինքնասպան լինի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից մեկ, հավատացեք, դրանից ավելի մեծ աղմուկ աշխարհում չի կարող լինի։ Ու այդտեղա որ լրջագույն ճնշումներ կգնան, Ալիևն էլ չի ուզի ձեզ պայի։ Այնպես որ եթե դուք իսկապես այդ այն եք ինչ որ փորձում են ձեր ճտերը ստեղ ներկայացնեն, ամիսը մեկը ինքնասպան եղեք։ Ինքնասպան լինելու բոլոր բանը իմիջիալություն չեղավ Ռուբեն Վարդանյանի հացադուլը հայտարարած։ Թե դա այդ պահին էր պետք, որ այ տեսեք Ռուբեն Վարդանյանը հացադուլ է։ Ինչ եղավ, մինչև մի հացադուլ է անում։ Թե այդպես կեսից չզգեց։ Ես չեմ ուզում այս մարդկանց ընտանիքի անդամների մեջ, նու ես հասկանում եմ այս խոսքերը ինչ ծանր են տանելու, բայց այնուամենայնիվ կամ լուր խելոք նստեք ինչքան նստում եք, հարցը տեղ է։ Ու թույլ մի տվեք ձեզ օգտագործեն Հայաստանի Հանրապետության դեմ, ու տեղից հերոս մի խաղացեք, կտերից ինչ որ չգիտեմ ուղղություններ մի ցույց տվեք։ Կամ եթե տալիս եք, ուրեմն ընդունեք նաև այն ուղղությունը, որը որ մենք ենք ձեզ ասում։ Ես եմ կոնկրետ ձեզ ասում։ Դուք այդտեղ պահվում եք Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործվելու համար։ Ու վերջ։ Չեք ուզում Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործվեք։ Ամիսը մեկը ինքնասպան եղեք, ձեր մեջ որոշեք, որ ամիս ով է ինքնասպան լինում։ Հիմա էլի առաջ գնանք, ժողովուրդ ջան։ Եկեք, ես ձեզ մի հատ բան եմ ուզում ցույց տամ։ Արցախի հարցը շատ է, չէ՞ շարժվում։ Այսօր մայիսի 9-ն էր, 9-ն է դեռ։ Ու այս թեմայի շրջանակներում ուզում եմ ձեզ մի բան ցույց տալ։ Խնդրում եմ 990 ներողություն։ 1995 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում զորահանդես էր, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին զորահանդեսը։ Պատերազմն ավարտվել էր ընդամենը 1 տարի առաջ, 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած զինադադարի մասին համաձայնագրով, որի տակ ստորագրել էին Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Սա ֆիքսեցինք, չէ՞։ Հրադադարի պայմանագիրը, որի տակ ստորագրել են Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի բաները, ռազմական ղեկավարները։ 1995 թվականի մայիսի 9-ին Արցախում տոնում էին հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակը եւ Շուշիի ազատագրման 3-ամյակը։ Այդ մասին Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ Սերյան Օհանյանը զեկուցում էր զորահանդեսն ընդունող բանակի հրամանատար Սամվել Բաբայանին։
Առաջինը հրապարակ պատրաստվում էին դուրս գալ հայրենական մեծ պատերազմի վետերանները։ Հրապարակով քայլում էին նաև կանայք, որոնք իրենց ներդրումն էին ունեցել ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 45,000 հայ կամ բնակչության 1/3-ը։ 22,000 արցախցիներ պատերազմ մեկնածների գրեթե կեսը զոհվել էին տարբեր ռազմաճակատներում։ Արցախի պատերազմի վրա 45,000 արցախցի չի մասնակցել։ Բայց սա ես չեմ ասում, որ արցախցիների բանանելու համար։ Ես ուզում եմ ասեմ, թե ինչքան նվիրված են եղել բան։ Բայց նորմալ է։ Հայաստանն էլ իր բնակչության կեսը մոտավորապես գտնվում էր ֆրոնտում, բայց հասկացաք ինչի վրա է ուզում շեշտը դնենք։ Նյութը մի քիչ երկար է, ամբողջը չդիտենք։ Պարզապես մի քիչ երկար պայեցի, որ տեսնեք, որ կոնտեքստից բան չեմ գտնում։ Հիմա մայիսի 9-ը 95 թվական Սերյան Օհանյանը զեկուցում է բանին, Բաբայանին։ Զեկուցում է ռուսերենով։ Հասկանում եք, ռուսերենով։ Ես ռուսերենի մասին չի խոսքս։ Խոսքս օտար լեզվի մասին է։ Այսինքն հաղթանակը անգամ գրանցելուց հետո դեռ մեր ուղեղի մեջ չի մտել թե ով է հաղթել դա։ Ումն է դա։ Այդ որ ասում ենք Արցախը մերն է, եղե մերներ։ Գիտեք ինչ, այդ մերները բացի փաստագրելը, որ պիտի արվեր ու չի արվել երբեք, նաև պիտի ունենար բարոյական սահմանումը, մշակութաբանական սահմանումը։ Մերները որը ռուսերեն է, սա հարցի մի կողմը։ Եվ երկրորդ, տեսակ չէ, ովքեր էին ստորագրել հրադադարի պայմանագրի տակ։ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի հեժամեդր եւ Ադրբեջան։ Այ Քոչարյան Ռոբերտը, որ ուզում եք իմանաք, թե ինչեր է արել Արցախի եւ Հայաստանի համար, ես ես ասում ինչեր է արել։ Նա այդ ստորագրություններից մեկը Արցախի ստորագրությունը հանել այդ տեղից։ Այն որ ասում ենք Արցախյան կողմին հեռացրեց բանակցությունների սեղանից, խոսքը նաև այս ստորագրության մասին է։ Խոսքը առհասարակ որպես կողմ հանդես գալու մասին է։ Միայն թշնամին, նայեք, ինչ է ստացվում։ Եռակողմ ստորագրություն, որի երկու կողմը հայկական են։ Հասկանում եք, սա ինչ առավելություն է։ Սա հսկայական առավելություն։ Պատկերացեք հիմա մի պայմանագիր, որը լինի եռակողմ, մեկը լինենք մենք հայերս, երկուսը լինեն թուրքական, ասենք Ադրբեջանն ու Թուրքիան։ Պատկերացնում եք դա իրաց համար ինչ առավելություն է։ Հիմա նույնը ստեղ պատկերացրեք։ Եռակողմ հայտարարություն հրադադարի մասին թեկուզ։ Ստորագրություն մի թղթի տակ, որտեղ Արցախը կա։ Դրանով Ադրբեջանը ընդունում է Արցախը։ Այ ու ընդունել է մինչև Ռոբերտ Քոչարյանը հարամեց ամեն ինչ։ Այսօր ասում են Քոչարյանի վաղտ Արցախը մերն էր։ Ոնց։ Եթե փաստաթղթերի մեջ այլևս Արցախը ստորագրություն չուներ։ Ոնց կարելի էր հասնել դրան, որ մի գործողության մեջ, որի երկու կողմը հայկական կողմ են, մյուս կողմը ադրբեջանական կողմ, դու փոխանակ ավելացնելու մի բան պակասացնես հայկական կողմի ներկայությունը։ Ու այսօր ձեր մոտ ժողովուրդ ջան, նրանք մեծ բաներից են խոսալու։ Ու այս հարցերը երբ որ տալիս է, սա մանր դեռ դետալներն են։ Ընդհանուրը դուք ինքներդ կարող եք պատկերացնել ու գնահատական տալ։ Այ սենց հարցերն է, որ երբ որ տալիս եք, նրանք սկսում են խոսել ամեն ինչից, բացի ձեր հարցին հստակ պատասխաններ տալուց։ Ու այսօր երբ որ ասում եք Արցախը մերն էր, այդ Արցախը մերները վաղուց մերը չի եղել։ Ես դեռ չեմ խոսում 1921 թվականին, ես խոսում եմ հրադադարից հետո։ Ես խոսում եմ Քոչարյանի բանից հետո, ղեկավարությունից հետո պետության։ Շարունակենք ժողովուրդ ջան։ Կարող է ձեզ մի փոքր խորտ թվա։ Ես էլ այսքան թեմաների մեջ, չգիտեմ, կանդրադառնայի թե ոչ, բայց խոսույթը այստեղ հարցահանձը չի, խոսույթը չցանկացա բաց թողնել։ Այնպես որ եկեք բոլորս լսենք Արամոյին։ Այս անեսում եմ տեսնում հենց իրար տեղում, ես ոչ ուզում եմ ոչ Ամերիկան մեկ տնի Հայաստանը, ոչ Ամերիկայի տակ պարկի, ոչ Եվրոպայի տակ պարկի, ոչ ռուսների տակ պարկի, ոչ ռուս պարսկապարսիկ, ոչ մի երկրի, ինքը իր ուրույն տեղ ունենա, որտեղ մենք շատ կարևոր ենք, մենք
հայամետ, այլ ոչ մի ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ, իրանամետ, հնդկականամետ, չէ, մենք հայամետ պետք է լինենք, պետք է լինենք ուժեղ առաջին գիտությամբ, դրդությամբ եւ մշակույթով, այդ է եւ բնականաբար բանակը, այդ է տանում առաջ, դա է մեր պետության հիմքը, մենք պետք է լինենք հայամետ, այս հանրությունը տեսնենք։ Ուրեմն Արամո ջան, ամենայն հարգանքով, հուսամ կտեսնես ես եթերը կամ քեզ ցույց կտամ։ Եթե դու ուզում ես տեսնել Հայաստանը իր տեղում, ապա ինձ թվում է, որ դու այս ընտրություններին կքվեարկես 16 համարի օգտին։ 16 քվեաթերթի կընտրես եւ կտեղադրես ծրարի մեջ։ Ասեմ ինչու։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը այս իշխանության օրոք վարում է բազմաբևեռ քաղաքականություն, այսինքն բալանսավորման քաղաքականություն։ Ցանկացած երկիր աշխատում է աշխարհի հետ։ Մենք նույնպես աշխատում ենք աշխարհի հետ։ Մենք չենք աշխատում մեկի հետ, մյուսի հաշվի։ Այսօրվա դրությամբ մեր երկիրը այդ կարգավիճակում է ու հազարավոր դեպքեր, հարյուրավոր դեպքեր դրա օրինակն է։ Ուստի ես կարծում եմ, եթե դու դրա կողմնակից ես, պիտի որ այդպես վարվես։ Բայց քանի որ մի փոքր կասկածում եմ, որ այդպես կվարվես, արի այսպեսի մի բան էլ ասեմ։ Իսկ երբ որ Հայաստանը մինչև ընդհուպ վերջերս, մինչև կոնկրետ ես ասեմ, 22 թվականը պարկացեր ռուսի տակ։ Կոմոդ դարձյալ այդ ցանկությունն է եղել։ Եղել է ցանկություն, որ մենք պարկած չլինենք ռուսի տակ։ Եղել է այդ ցանկությունը։ Եթե այո, դու պիտի վաղուց հիմա տարբեր քաղաքական ուժերին սատարելուց լինեիր կամ գոնե նմանատիպ հայտարարությունները պիտի համահունչ լինեին նման թեզեր տանողներին։ Բայց երբ որ մենք ռուսի տակից դուրս ենք գալիս, նոր որպես պետություն ուզում ենք ողնաշարներս դզենք, դու ասես ես չեմ ուզում լինենք որևիցե ոչ Ամերիկայի, ոչ Եվրոպայի, գիտես ինչ։ Մենք Հայաստանի Հանրապետությունում մոտ 40 երկրների ներկայացուցիչներ դիմավորեցինք, ու դա նրանց տակը պարկելու մասին չէր, այլ նրանց հետ համագործակցելու մասին էր։ Միացյալ Նահանգներում 25 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրումը տեղի ունեցավ խաղաղության պայմանագրի, որը Միացյալ Նահանգների տակ պարկելու մասին չէր։ Իրանի հետ մենք ունենք այսօր այնպիսի հարաբերություններ, որը երբեք չենք ունեցել։ Մենք այսօր Չինաստանի հետ անգամ ունենք ռազմավարական փոխգործակցության պայմանագրեր եւ թերևս պատմության մեջ առաջին անգամ Չինաստանում մեր դեսպանատանը ունենք տնտեսական կցորդ անգամ այս չենք ունեցել։ Գիտես ինչու։ Այս ամեն ինչը չենք ունեցել, որովհետեւ պարկած ենք եղել ռուսի տակ։ Ու դու այդ ժամանակ ոչինչ չես ասել։ Նորմալ է, կարող չես գիտակցել, կարող չես ընդունել կամ ընկալել։ Ես էլ շատ բաներ ժամանակին չեմ ընկալել, ինչքանով եմ դա ճիշտ տեսնում, հա, տեսնելը եւ նկատելը մի քիչ տարբեր է։ Կարող դու տեսնես, բայց չնկատես։ Չէ՞։ Ինձ մոտ էլ է շատ լավ, եւ հուսամ հասկանաս խոսքս ինչի մասին է։ Ու հիմա, քանի որ դու անում ես այս արտահայտությունը, ես կարծում եմ, որ քո կողմնորոշումը կլինի այնպեսին, ինչպես վերևում նշեցի, արգելիս։ Սա այս թեզը ովքեր որ տանում են ժողովուրդ, շատերը կան, չգիտեմ Արամոն ինչի համար է սա ասում, բայց կան նաև մարդիկ, ովքեր փորձում են հավասարության նշան դնել, թե բայանի ռուսի տակից ելնում եք, հա, գնում նրա տակ եք պարկում կամ նրա ինչ տարբերությունում տակ եք պարկած, ոչ մեկի տակ պարկելու մասին չի, պարկած տեղից կանգնելու մասին։ Այսօրվա մեր արտաքին քաղաքականությունը։ Ու վերջ։ Որովհետեւ մեկը չի կարող ցույց տա, ես կարող եմ 1 միլիարդ հատ օրինակ բերեմ, այնքան օրինակ բերեմ ինչը օգնեն, կախի ծուխը ելնի ուղեղներից, թե ինչքան պարկած ենք եղել, որ այդ մեկի տակ ու այսօրվա այս բալանսավորումը ինչքան ոչ մի տակ, ու իրենք չեն կարող մի օրինակ բերեն, թե ինչ Եվրոպայի տակ պարկ, այսինքն Եվրոպայի հետ աշխատեն, նշանակում նրա տակ պարկել, Միացյալ Նահանգների տակ, ասենք այդ ինչքան ճորտամիտ եք դուք, ինչքան չեք պատկերացնում, որ դուք պետություն եք, որ կարող եք տենց արտահայտություն թույլ տաք առանց հիմնավորումների։ Առանց հիմնավորումների։ Հիմա եւս մի տեսանյութ արդեն Քարոզ Արշապից, հա, 3 բանից է սա եղել, եկեք միասին դիտենք։ Նորեն ճանաչման Այս հատվածը։ Սեստանից, երբ որ այդ մեծի հետևից գնաս, այդ ասածը լնելու է։ Այդ մի սարքի, եթե այդ ժամանակ որ մեծ էր, երբ է սարքը, երբ է սկսել տների վրա շինարարություն անում։ Բախի չէ իրանում։ Ահա, բախի հնարավորություն, այն ժամանակ մեծ էր, ստեղից քանի կիլոմետր էր, բախի չկար հնարավորություն։ Չէ, բացատրի։ Բացատրի։ Մենք չենք աշխատում, ամեն մեծացնող սկսել։ Մեկ չկա ձեր տանը։
Հայ լավ ու միծա։ Մեկ չկան ձեր տանը։ Հայ չէ, ո՞քսիդու ջել հարտը զերծած, մեզ սաղեց ասում եք օշան, էսա։ Հա, Որվեք սրա մեջ։ այո, տեղավորվեք սրա մեջ։ Որ չտեղավորվեք, որ չտեղավորվեք, այդ հարց ես տալիս, ասում եմ, եթե տեղավորում ես սրա մեջ, համ սարքի, համ երկու ատեսարքի, եթե չես ուզում տեղավորվել սրա մեջ, մի սարքի, հա։ Դրանից էր պատասխան։ Բա չես կարա։ Չես կար, գիտես։ Չէ, ձեր մեր ձեռը չի, որովհետև միջազգային ճանաչված սահման կա, հեսա մեր միջազգայինորեն ճանաչված սահմանը, որովհետև որ ցանեմ բաշխի եմ նստում ձեր հաջողություն։ եղբայր, հաջողություն, քեզ հաջողություն։ Մի երիտասարդի հետ հանդիպ։ Եղբայր, նախ հարցերը քեզ գնում, չձգեցի թե ոչ։ Խոսակցության կեսից չի կարելի գնալ։ Եթե դու վստահ ես քո սկզբունքների մեջ, քո գաղափարների մեջ, պիտի որ մինչև վերջ մնաս։ Լավ, ոչինչ, գնում ես։ Հիմա հասկացաք խոսքը ինչի մասին է երևի։ Քաղաքացիական պայմանագիրը իր քարոզարշավի մեջ նախընտրել է Հայաստանի Հանրապետության այդ էմբլեման։ Փոքրացած մասշտաբով տարածքը նվիրի։ Մագնիտիկա կարող ես բերել ունենալ, հա, այդպես։ Բաժանում մարդիկան վերցնում ենք, մարդիկան չէ։ Տարբեր պատճառներով չէ։ Ասենք ես օրինակ, եթե դեմ լինեի ԿՊ-ին, ես չէի վերցիկ, ասի ձեզ դեմ եմ, դրա համար էլ չեմ վերցնում։ Չեմ ուզում ձեր տվածը վերցնել, ոչ թե որովհետև Հայաստանն է դրա համար չեմ ուզում վերցնել, այլ որովհետև ձեր տվածը չեմ ուզում վերցնել, ձեզ դեմ եմ։ Դեմ եմ ձեզ, ձեր ոչ մի բանը չեմ ուզում վերցնել։ Սա մի քիչ ուրիշ է, բայց երբ որ դու ասում ես ես էդի չեմ ուզում վերցնեմ, հետո այն մի հատ էլ ավելացնում ես, ասում ես ես մեծն եմ ուզում ունենամ։ Ես դա չեմ ընդունում։ Սա արդեն հարցի մյուս կողմն է։ Եղբայր, ես ասեմ իմ տեսակետը։ Հայաստանի Հանրապետությունը 91 թվականին անկախացել է, ընդունել է հռչակագիր։ Հետո դրանից հետո սահմանադրություն։ Հայաստանի Հանրապետության սահմանները հստակ գրված են ու գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը ալմատիով անկախություն է ձեռք բերում։ Այս սահմաններով, որով եղել է սովետական միության կազմում։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը այս կազմով եղել է սովետական միության կազմում, այս տարածքով, Արցախը չի եղել Հայաստանի Հանրապետության մեջ, ոչ էլ ցավոք Նախիջևանը, ոչ էլ Ախալքյալակը, Ջավախքը, ոչ էլ Արարատ լեռը։ Գիտեք ինչի։ Մի բարձ պատճառով, որ այս թվարկածս 4-ն էլ մինչև սովետական միություն մտցնելը արդեն մեր ձեռից տարել էր այն երկիրը, ով հետո պիտի խորհրդարինանար ու մեզ օկուպացներ։ Հասկանում եք։ Սա պատմությունն է։ Հիմա 91 թվականին մենք պետություն ճանաչվել ենք աշխարհում, պետություն մեզ ճանաչել են, որովհետև Ալմատին դա եղել է իրավաբանական գործընթաց, որը աշխարհը ճանաչել է։ Եթե մենք ասենք աշխարհին գիտեք, մենք աշխարհ դառնում ենք անկախ պետություն Արցախով, Նախիջևանով, Արարատ լեռով ու Ջավախով, աշխարհը չէր ճանաչի պետություն։ Այսինքն մենք չենք ունենա Հայաստան պետություն։ Մենք պետություն ճանաչվել ենք, որովհետև այդ հռչակագիրն է եղել։ Ու եթե մենք չենք ընդունում մեր տարածքային ամբողջականությունը, եթե կա որևիցե քաղաքացի, որ չի ընդունում մեր տարածքային ամբողջականությունը, սա ինձ համար լրջագույն խնդիր է, որովհետև իմ տարածքային ամբողջականությունը կարա չընդունի իմ թշնամին։ Սա պարզ, չգիտեմ, սա ինձ ավելի պարզ կարելի է հնարավոր է ասել, թե ոչ, չգիտեմ։ Եվ մեր տարածքային ամբողջականությունը մեծ հաշվով չէր ընդունում մեր թշնամին, եւ դա էր պատճառը, որ հարձակվում էր Հայաստանի Հանրապետության վրա եւ փորձում օկուպացնել տարածքներ 44-րդ պատերազմից հետո։ Նա չէր ընդունում մեր տարածքային ամբողջականությունը։ Եվ պարտադրվեց Պրահայով, այն որ փորձում են Աշոտյանը, Քոչարյանը խառը sense արժե զրկել Պրահայով պարտադրվեց պարզապես ճանաչել մեր թշնամուն, որ այս սա Հայաստանի Հանրապետությունն է։ Իհարկե դեռևս նա ներկայություն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց իշխանությունները որոշել են, որ այդ զենքով ներկայությունը նրա ոչ թե զենքով կվերացնեն, այլ մի քիչ համբերատարություն կդրսևորեն ու դիվանագիտական ճանապարհով կանեն, ու դա կանեն, դա չի կարա չլինի, հասկանում եք։ Սա է հարցը։ Հիմա եթե դու չես ընդունում, ասես չես ավելի մեծ կամ ավելի փոքր, կապ չունի, դու մեծ ես ուզում թե փոքր։ Եթե դու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չես անցալում, չես ընդունում, ու ասում ես ես դա չեմ ընդունում, դա թշնամական դրսևորում է։ Նարատիվները թե չեմ ընդունում, որովհետև ես պատկերացնում եմ նաև sense, բակերել ես, երբ որ Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք, որ նա ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ ժամանակ դուրս եկել ես, ասես մի րոպե, այդ մարդուն խիտ մեղադրում, բա ինչ կար է դեր ասում։
Ըխի եք մեղադրում։ Մի կողմից ասում եք դրա համար սկսվեց պատերազմը, մյուս կողմից ասում եք չէ, այտենց ընդունեք, որ ձեզ ընտրենք, հա։ Ասենք ո՞րն է, այդտեղ լոգիկան որտեղ է։ Որտեղ։ Ես այս նոր ցույց տվեցի, եթե դու մեծ Հայաստան ես ուզում, նու մեծ այս պարագայում կարծում եմ Արցախի հետ, ապա ինձ տասես նույն հրադադարի փաստաթղթի տակ, որ մի քիչ առաջ ցույց տվեցի վիդեո, տեսանյութը, Բեջանիքեր Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ստորագրությունները։ Այ Քոչարյանն էլ է կոպես մտածել, որովհետև ասել այլ Արցախին այստեղ ենք, պահում են Հայաստանին կա էլի։ Ու չի հասկացել դեռ ինչա նշանակում տարածքային ամբողջականություն։ Այ դրա համար էլ իրավունքի ու անվտանգության հարցը գնաց, ֆրցրեց, բերեց կողքեց այդտեղ։ Տարածքային ամբողջականության բանը ու ճանաչվեց Ադրբեջանի տարածքային բանի մեջ։ Մնացածը տեխնիկական հարց էր։ Ու դրա համար էլ որ 44 օրը մենք մենակ էինք, խինք, մենակ որտեղ մենք սխալ էինք։ Փաստորեն։ Որ դեպքում մարդը, ասենք հիմա գնում ես մի հատ թեմայի մեջ մտնես, որ դեպքում քո ընկերները քո կողքը չեն կանգնի։ Երբ որ դու այդ թեմայի մեջ սխալ ես։ Չէ, ուրիշ բան է որ քո պատկերացումով դու ճիշտ ես։ Բայց ընդունված խաղի կանոնների համաձայն տենց չի։ Արցախը հայկական է, իհարկե հայկական է, ես այստեղ չունեմ երկրորդ պատասխան չունեմ ոչ մեկի համար, բացարձակ ու ես թերևս ավելի եմ հասկանում ու հավատում իմ ասածին, քան որևիցե մեկի մեծ խոսացածը։ Արարատ լեռը հայկական է, բնականաբար հայկական է։ Ջավախքը հայկական է, աներգբայորեն հայկական է։ Իսկ Նախիջևանը ինձ համար հայկական է։ Այս թվարկածս 4-ը Հայաստան են։ Չէ։ Ցավոք սրտի, այո, ցավոք սրտի Հայաստան չէ։ Ու ես չեմ կարող ունենալ նկրտումներ։ Որովհետև երբ ես ունենամ նկրտումներ, դա նշանակում է, որ ես չեմ ճանաչում իմ տարածքային ամբողջականությունը, հետևաբար իմ սահմանների անվտանգությունը դնում եմ հարցականի տակ։ Առհասարակ իմ պետության գոյությունն եմ դնում բանի տակ։ Կասկածի տակ։ Սա է։ Ու ես չգիտեմ քողերը ինչեր են լսել, ինչեր չէ, բայց մի բան լավ իմացի։ Այդ լսնողները Արցախը հետ բերողը չեն, որովհետև այլապես նրանք չէին էլ հանձնի։ Թույլ էլ չէին դա հանձնել, ինքն էլ Բաքվի բանտերից ինչ-որ հայտարարություններ մեր միպին չէին անի։ Դուք անեք դա։ Այսօր իմիջիալով մեր Սևոսպիտակ պոդքասթի ժամանակ մի հետաքրքիր թեմայի անդրադարձանք։ Տեսեք, Նժդեհը, ով իմ սիրելիներից մեկն է բնականաբար, սիրելի զորավարներից, ռազմական գործիչներից մեկն է, մեր պատմության։ Նժդեհը Սյունիքի ու Արցախի կռիվն էր տալիս։ Ու բոլորս շատերս են կրում Նժդեհին։ Իսկ Նիկոլ Դումանը Նախիջևանի կռիվն էր տալիս։ Ինչու նրա մասին այսքան կներեք այս բառից համար ռասկրուտկա չկա։ Որովհետև Նախիջևանի մասին մշտապես պետք էր լռել ու վերջ։ Ու վերջ։ Անկամ երբ որ դատարկված էր լռի ու կարող էր մեր զորքը առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, պատկերացնում ես դու ստեղ կռիվ ես անում, թիկունքում ունես ներկայություն ու դա չես մաքրում, ունես հնարավորություն ու չես մաքրում։ Դա բան չկա աշխարհի ռազմագիտության մեջ, դա բան գոյություն չունի։ Որ կարային քայլելով վերցնեն ընդհանրապես, չվերցրեցին։ Որտեղ չէր կարելի ու վերջ։ Ուրեմն չպիտի խոսացվի դրանից ու ոչ ոք չի խոսել։ Քանի քաղաքական գործիչ ես ճանաչում, պարոն երիտասարդ, ովքեր խոսել են Նախիջևանից։ Քաղաքական գործիչ չէ։ Ղեկավար հենց։ Ես մի հոգի ճանաչում եմ, գիտես։ Նիկոլ Փաշինյանն է։ Երբ որ առաջին ու միակ անգամ հանդիպեց Ալիևին, մինչև պատերազմը, ու խոսքի մեջ խոսեց նաև Նախիջևանից։ Այդ ժամանակ մենք թևուտիկում չենք եղել։ Դրանից հետո այո, գուցե պատերազմ սկսեր, ու մենք պիտի պաշտպանեինք այդ թեզը, թե չէ, թե ինքն ասել թող ինքը պաշտպանի այդ թեզը։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասել Արցախ Հայաստանա եւ վերջ, թող գնա ոնց ուզում է տակից դուրս գա, իսկ դու համաձայն չես եղել դրա հետ։ Ինչպիսի բաներ կան, է։ Այսօր, ապո, առհասարակ կան քաղաքական գործիչներ կամ իրանց քաղաքական գործիչ հռչակած ազնվորություններ, սկսած վիցիոկներից ու Քոչարյաններից, Քոչարյանի վիցիոկից, ովքեր որ խոսում են առհասարակ Թուրքմենչայի պայմանագրի մասին, որ պիտի վերադառնանք
Թուրքմենչայի պայմանագրին, դու հասկանում ես։ Իսկ իսկ թվում է, որ Քոչյանը երբ որ հասնի քո դուռը, դու դուրս ես գալու նրան դիմավորելու, առանց հաշվի առնելու, որ Վիչյոկը այդպիսի արտահայտություն արել ու դու գնահատական չես տվել։ Այդ վաղ դուրս կգաս ու կասես, ես անկախ պետություն եմ ուզում։ Նա դուրս կգաս ու կասես, ես ուզում եմ տեսնեմ այդ տեսարանը։ Ու որ տեսնեմ, վստահեցնում եմ եթերով այլ դնելու եմ, ասեմ հալալ է այստեղին։ Նենց որ զրոյից Հավայի մի փորձեք Ղարաբաղի փուչիկ փչել, մի փորձեք զրոյից Հավայի տեղը մարդկանց զգացմունքայինության վրա ազդել, զգացմունքայինության գոնե այն ուղղությամբ, որը վերաբերում է մեր փառապանց հերոսների, ու փորձեք զբաղվել քաղաքականությամբ։ Եթե ուժները չի պատում, ուրեմն ասեք, որ դուք քաղաքական չեք, դուք պարզապես մուտի լոշիկներ եք, ովքեր մտել են թեմայի մեջ, ու ուզում են բանկերեն, ընդ որում այդ բանկերելը ոչ ժողովրդի համար, այլ պետության դեմ։ Լավ։ Շարժվենք առաջ։ Ասում է գողերը քֆուր են դրել, բրագոն են արել, որ քֆուրը հասնում նրանց, ովքեր ընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Այդ թուլեն ես չգիտեմ ձերբակալված է, չէ՞, եթե դու արդեն հարկով գնացել ես, ուրեմն այնտեղ դե պատասխան կտաս գողերի անունից ոնց է այդպես բան խոսում։ Լավ։ Եվ երկրորդ, նախ ես չեմ էլ ուզում կասկածել կամ մտածել, որ կլինի գողական աշխարհում ներկայացուցիչ ով տես բրագոն, կփորձի անի, որովհետև առանցայք նման բան չի լինում, դες բան չի կարա լինի։ Բայց եթե դու ինչ-որ մեկից լսել ես, որ տես բան կա ու ինքը ներկայացրել է քեզ գող, ուրեմն ինքը չի կարա գող լինի։ Ուրեմն քեզ խաբել է, ինքը պիզդա բոլ է։ Հասկացա՞ր։ Հիմա այլ այդ երիտասարդին վերադառնալով, ապեր, սա այս տարածքներով Հայաստանի Հանրապետությունն է։ Ընդունես դու, թե չընդունես, սա Հայաստանի Հանրապետությունն է։ Չես ընդունի, կլինես իմ թշնամին։ Իհարկե, ցանկանում եմ մշտապես այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունում չեմ ուզում հավատամ, թե թշնամի ունեմ, բայց Հայաստանի Հանրապետությունում ովքեր որ իմ պետության տարածքային ամբողջականությունը չեն ընդունում, իմ թշնամիներն են, այդքան բան։ Եթե խնդիր ունենեք, խնդրեմ։ Հիմա անդիմադիրները, նրանք ովքեր որ ռուսամետ են, ձեզ ներկայանում են այս նույն կաշառքներ բաժանելով բանով։ Գիտեք ինչի, որովհետև իրանք չեն հավատում, որ պիտի եւ չեն ցանկանում, որ Հայաստանի ժողովուրդը ընտրի ղեկավար։ Նրանք դրա կողմնակիցը չեն։ Նրանք համաձայն են, որ Կրեմլը նշանակի ղեկավար։ Եթե չլիներ Կրեմլը, լիներ Պենտագոնը, ես նույն բացասական վերաբերմունքն եմ ունենալու, որովհետև մեր սահմանադրությամբ մենք ենք ընտրում թե ընդդիմություն, թե իշխան, այլ առհասարակ ընտրությունների արդյունքով է որոշվում ինչ-ինչ ինչոց, եւ ընտրությունը կայանում է մեր քվեարկությամբ, մեր ոչ թե խարխի ցանկությամբ։ Նրանք ովքեր ցանկանում են Հայաստանում իրադարձությունները քաղաքական կառավարվեն խարխի ցանկությամբ, ապա խնդրեմ, այն դուք ձեր այդ խարխի ուժերը։ Բայց կներեք, մեկը ես չեմ կարա դա թույլ տալ, ինչքան որ հնարավոր է, որովհետև իմ պետության սահմանադրությամբ, որը պետության աստվածաշունչն է։ Իհարկե փոքր այլ լոգիկա է։ Պետության կառավարիչներն ու ընդդիմությունը ընտրվում են միայն քաղաքացիներով։ Ես հարգում եմ իմ մակարդակը, իմ աստիճանակարգը իմ պետության ներսում, հա, իմ արժեքը պետության ներսում, ով եմ ես քաղաքացին եմ, որը թիվ 1 արժեքն է։ Եթե դուք չեք հարգում ու հարգում եք Կրեմլի գիշերային երազները, խնդրեմ ապա։ Իմիջիայլոց շատ խնդալու բան տեղի ունեցավ մայիսի 9-ի օրով։ Հասկացաք, ինչ է տեղի ունեցավ։ Երբ որ 22 թվականի փետրվարի 22-ին հարձակվում է Ռուսաստանը Ուկրաինայի վրա, շատ այդ ռուսամետները երջանիկ էին, ասում էին, հեսա տեսեք 4 օրվա մեջ Կիևը գրավում է։ 4 տարին է, ու գիտեք հասել են ինչի ռուսները։ Սա այդ ռուսամետներին էլի, որ Զելենսկին թույլատրում է, որ Կրեմլում կամ Կարմիր հրապարակում պարադ լինի, շքերթ լինի։ Այո,
պաշտոնապես հայտարարությունը այդպեսինն է, որ մենք պաշտոնապես թույլատրում ենք Կարմիր հրապարակում անցկացնել բան շքերթ։ Իհարկե շատ աղքատիկ շքերթ։ Այն հայությունը ովքեր ասում են, բա ինչի մեր մոտ է ցուցադրում սրտաճմլիկ կադրեր էին նկարում, տեսեք ժամանակին ինչպես էի անում, հիմա ինչպես ենք անում։ Այդ ռուսամետները հիմա գնացեք նույն նկարներով տարբերությունը Պուտինի դեմը դրեք։ Ասեք տեսեք ժամանակին ինչ շքերթ է Իրանում, հիմա ինչ շքերթ է անում, ես ինչա։ Եվ Ժորժ ջան, եթե երևի թե եզրափակենք մի տեսանյութով, հա։ Մի երիտասարդի տեսանյութով։ Երբ քաղաքական ուժը միլիոն դոլարներ է ծախսում, որպեսզի այսպիսի գովազդներ պատրաստի, եւ սեփական պետության ներսում կան սոված երեխաներ, ովքեր գիշերը սոված են իրենց գլուխը բարձին դնում, այդ քաղաքական ուժը անբովանդակ ոչնչություն է, անբովանդակ քաղաքական խրտվիլակ է, որը ինչ-որ մի պետության կողմից ներդրված, այսինքն մի Թուրքիա կամ մի Ադրբեջան բերել ու գցել է այստեղ, որպեսզի կեղծի ու սուտ տարածի մեր մոտ սիրելի ընկերներ։ Ես ուզում եմ այս գովազդը, որ իրենք են պատրաստել, դիտեք, որտեղ միլիոն դոլարներ են ծախսել իրենց քաղաքական վերարտադրությունը կազմակերպելու համար, թեպետ եւ իրենց մեկ ամսվա կյանքն ապահովելու։ Սա իրական չի, բայց կարևոր է որպեսզի իմանանք, թե ինչպիսի երես ունեն այս մարդիկ։ Կառավարությունը խոստացել է ռուսական շրջանակներին, որի հաղթանակից հետո 300,000 հայ տղամարդ է ուղարկելու Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու։ Մենակ քաղաքական ոչ մի բանները կարող են այսպիսի բաներ պատրաստել, որպեսզի մարդկանց ստեն։ Սա իրականություն չէ եւ իրականություն չի լինելու։ Ապրելու ենք խաղաղ, քանի որ Նիկոլ Փաշինյանը է չի լինելու։ Երբ քաղաքական ուժը միլիոն դոլարներ է։ Պարոն երիտասարդ, բառը մերկու արի խորատային ենք։ Ինչ որ մի հատ էջ ոնց հասկացա, տարածել է, որ Սամվել Կարապետյանը խոստացել է, որ բան 300,000 հայեր կռվելու են ճակատում, հա, ուկրաինական։ Մի հատ էջ։ Որի հեղինակը, չգիտեմ, հնարավոր է սատարում ԿՊ-ին, հնարավոր է չի սատարում ԿՊ-ին, հա։ Դու դա ընդունում ես որպես ԿՊ-ի բան, որ ԿՊ-ն ծախս արել, որպեսզի դա ներկայացնի հանրությանը։ Ես քեզ պիտի հիասթափեցնեմ, ու քեզ ձեռ տալիս հիասթափվել է, որովհետև եթե չես հիասթափվում, ապա շատ հարցերի տակից պարզապես սաղը պիտի սկեք, պիտի բռնեք ու սկեք։ Նայ։ Նախ ձեր հետևորդներից շատ-շատերը անց անասուն արտահայտություններ են իրենց թույլ տալիս, որ պրոստը իրենց մերու մանուկը պիտի ժժնես իրար։ Ես կարող եմ ձեր հավատարիմ հետևորդներից, ովքեր ինչ-որ նյութեր են սարքում, տեղադրում, այնպիսի նյութեր, ինչի պատճառով կարելի է նրանց օջախի մերու մանուկը ժժնել իրար, պրոյեկտել քո ընտանիքի եւ Սամվել Կարապետյանի վրա։ Առհասարակ ուժեղ Հայաստանի վրա կարող եմ պրոյեկտել, թե ոչ։ Եթե ոչ, ապա սրանից հետո փիչխա, չփորձես ինքը պրոյեկտել որոշ քո տեսած, հնարավոր է ձեր կողմից հենց ֆինանսավորված, որպեսզի հակագովազդ աշխատացնեք։ Ես չգիտեմ ում կողմից ինչ արածը, չպրոյեկտես այլ քաղաքական ուժի վրա։ Եղավ լակոտ։ Սա մեկ։ Երկրորդ, հիմա ավելի հանգիստ ես բացատրեմ, երևի դու նոր ես ու չգիտես կամ կարծում ես դուք եզակի երևույթ եք, անում եք բաներ, որը ոչ ոք չի անում։ Ոչ, բոլորը անում եք այն, ինչը որ ընդունված է անել, ու մեկ ու մեջ խախտելով իհարկե կարմիր գծերը։ Ուրեմն տես ինչ է ստացվում։ Քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն է, քաղաքացիական պայմանագրի բյուջեն պետության բյուջեի հետ ԻԲՆ չի կարող առնչություն ունենալ ու չունի բնականաբար։ Ոնց որ ցանկացած կուսակցություն չի կարող ունենալ բյուջեի հետ առնչություն։ Ամեն կուսակցություն մի ձև է ֆինանսավորվում։ Ձերը ֆինանսավորվում է Տաշիր Սամոյի փողով։ Նորմալ է։ Կան կուսակցություններ, ովքեր իսկապես թուրքական փողերով կարող են ֆինանսավորվել, ռուսական փողերով կարող են ֆինանսավորվել։ ԿՊ-ն ինքնաֆինանսավորվողը իր մոտ ֆինանսավորվում են ԿՊ անդամ կուսակցականների փողերով, այսինքն ամեն կուսակցական ամսական անդամավճարավորությունը։ Իմիջայլոս Հայաստանի 129 կուսակցություններից միակ կուսակցությունն է, ով հրապարակային ներկայացնում է իր թե դրամահավաքը, թե ցուցակը, թե ինչ անուն ազգանունով, ով ինչքան փողը բան արել, փոխանցել կամ նվիրատվություն արել։ Միակ կուսակցությունը, որը դու Տաշիր Սամոյի հետ հանդերձ լակոտ երբեք չես անելու, չես կարող անես։
Չեք կարա անեք, որովհետև տակները քակ կա։ Հասկացաք։ Ու գրեթե բոլոր կուսակցությունների տակ այդ քակը կա, որովհետև այնտեղ կան կասկածելի ֆռացող փողեր, որը դուք չեք կարա հրապարակեք։ Որ հրապարակեք է ժողովուրդը կապսոսային թուկը թքելու համար ձեր պլակատի աբլոշկի հետևի, որ ճպսնի ստոլբին։ Հասկացաք։ Սա էսպես, իմիջայլոս, կստացի, միջդու պրոչիմ։ Եթե դու կգտնես Հայաստանի Հանրապետությունում երկրորդ կուսակցությունը, որը որ հրապարակային ներկայացնում է իր ֆինանսական հոսքերը, հələ ֆինանսական հոսքերը, ներկուսակցական ընտրությունները, ներկուսակցական քննարկումները, այդ ժամանակ կերնես մեզ կպրտես լակոտ։ Հասկացար։ Մեկ-երկուս կարանք լուրջ փորձենք ընդունել, փորձենք, բայց եթե դու ինքը չես փորձում նաև լուրջ վերաբերվել նրան ինչ որ քեզ են ասում, ուրեմն լակոտ ես արդեն դառնում։ Ասենք ջայլա, մեկ-երկու բան մեկնաբանենք, թող իրան լավ զգա։ Հետևություններ անի եւ այլն։ Չափերը չանցնես։ Դուխ ունեք այդքան ոռ ունեք, հանեք հələ բանի, ձեր ուժեղ Հայաստանի ֆինանսական հոսքերը հրապարակեք, տեսնեմ։ Ես քաղաքացին եմ, ինձ խես խափում արա։ Դու ով ես այ լակոտ, այ թուլա, որ ինձ խափում ես։ Հələ ցույց տվեք ձեր ֆինանսական հոսքերը, արա։ Հենց իմնա արա, այդ տղա։ Կամ Քոչարյաններին էլ նույնը կարամ ասենք, ասեմ արա, ցույց տվեք հələ ձեր ֆինանսական հոսքերը, ո՞ց եք ֆինանսավորվում, որտեղից, արա։ Ու լյուբոյին կարամ ասեմ, որովհետև ինձ ցույց չեք տալիս, որովհետև այնտեղ կարող լինեն կասկածելի փողեր, կասկածելի տարբեր ուժերից, որտեղ կլինեն թուրքական ներգործություններ, ռուսականներ, պորտուգալականներ, ամեն մեկը իր շահից ու իմ պետության հաշվին։ Հասկացաք թե չէ, տված։ Սրանց հետո սենց աննասունություններ չտենանք համացանցում, շատ կոպիտ ենք վերաբերվելու, մենք էլ ժողովուրդը, մեր գնահատականն ենք տալիս, ոնց գնահատում ենք, այդպես տալիս ենք։ Հասկացաք արա։ Դուք գնացեք հաղթարշակ բառը անգիր անել սովորեք, որտև հետո մի երկու բառ էլ կա պետք է սովորեք։ Տուֆտեկին նայելը։ Երորդ, քանի որ արդեն ասեցի, որ կուսակցությունները պետ բյուջեի հետ կապ չունեն, կուսակցությունը ունի իր ֆոնդը։ Ապա բարեգործություններ, քո ասած աղքատության կրճատումը, որը արդեն իրականացել է մենակ ԿՊ-ն։ Տաշիր Սամոյիտ աղբոր բախտը մեծացել է, կարող է դու ես սոված մեծացել, չգիտեմ, կամ քո շրջապատից որևիցե մեկին սոված տեսած կլինես։ Թե դուք կուշտերի միջավայրից եք, պարոն երիտասարդ։ Հելնեք գրբրը անեիք այդ վաղտ։ Դու տեսել ես աղջիկ, ուսանող աղջիկ, ով քայլելուց ուշագնաց է լինում, հետո մարդիկ հասնում են օգնության, ուշքի են բերում, պարզվում է, որ նա պարզապես սոված էր։ Դու տեսել ես այս բան։ Սոված ուսանող աղջիկ, ով ուշագնաց է եղել փողոցում ոտքով քայլելուց, իմիջիալոց ոտքով նա դեռ պիտի բարձրանար դեպի Մարաշ, այնտեղ հարակացարաններ կային։ Այդ ժամանակը գրբրը անեք ստեղ արենք, արա։ Ու շատ նման օրինակներ կարամ բերեմ։ Ձավից նոր ես դուրս եկեք, քեզ ձավից նոր դուրս եկացի պես պայի, ճուտիկ։ Քեզ թևեր տվողի թևերը կտրվելու է։ Դու մնալու ես որպես ճիճու ու մտենցել որևիցե բադ չկերավ։ Այսինքն որպես կալորիա գոնե օգտակար չեղավ։ Թեկուզ բադին։ Հասկացար։ Նենց որ մենք քաղաքացիներով նստած ակնկալում ենք նորմալ քաղաքական խոսույթ, երկխոսություն, գիտակից մոտեցումներ, որը որ նաև այս քաղաքական քարոզարշավը պիտի նաև բարձրացնի հասարակության պատկերացումներն ու գիտակցությունը առհասարակ թե քաղաքականության, թե ընտրության կարևորության, թե պրոցեսների հետ կապված։ Եթե դուք չեք նպաստում դրան, ուրեմն հենց ու սեկտիր եղեք, որը որ կողմ ուզում եք։ Կամ նորմալ ձեր մեջ իրար հակառակորդ եք, իրար ինչ եք, ինչ չեք, քաղաքական օպոնենտ եք, կամ նորմալ դասական
քաղաքակրթությանը համահունչ 26-րդ դարի։ Բան հասկացրեք, կամ շատ կոպիտ արձագանքներ կլինեն քաղաքացու կողմից ու գնահատականներ։ Շատ կոպիտ բնութագրական գնահատականներ կլինեն քաղաքացիների կողմից։ Ու դուք ուզած չուզած դա կուլ կտակ, որովհետև չեք կարա կուլ չտակ։ Այդպես է։ Դուք եք չէ՞ իմ այդ ջանով խնդրանքների մեջ, ուրեմն ձեզ ճիշտ պայեք, կոռեկտ պայեք, չփորձեք ինձ ասելով քաղաքացուն խապել, ֆռռացնել, մանիպուլացնել, շահարկել ինձ համար զգացմունք ինձ ասելով քաղաքացուն։ Այնպիսի հարցերը, որոնք որ քաղաքական չեն։ Զգացմունքային սրբազան զրույցներ, բաները չփորձեք քաղաքականացնել։ Գործ չունեք ոչ Եռաբլուրի հետ, գործ չունեք Զոհերի թվի հետ, եթե դուք հստակ թիվը չեք ասում։ Գործ չունեք Արցախի հետ, մանավանդ որ որևիցե մեկի նախընտրական ծրագրում չկա, որ մենք ընտրվելու դեպքում գնալու ենք Արցախը հետ բերելու։ Ուրեմն լոլո չկարտակ ոչ մեկը տարա։ Բոլորդ էլ բրախել եք Արցախը, բոլորիդ էլ կայպոտա որ Արցախը չկա։ Բոլորիդ համար հարմար է տենց։ Հավելյալ գլխացավանքից ազատվել եք։ Ես սա ձեր բաներն եմ ասում, էլի, իմ համար գլխացավանք չէր Արցախը։ Ես ձեր բանով եմ ասում։ Հասկացա՞ք։ Ուրեմն ձեզ կոռեկտ կպահեք, նորմալ քարոզարշավարեք, այստեղ քաղաքացին անստաց հետևում ու вообще հավես չունի զայրանալու կամ նյարդային բաների մեջ ընկնելու։ Չէ, կստանաք հավուր պատշացի ձեր գնահատական կոնկրետ խոսույթով, կոնկրետ պայի մեջ։ Ձեզ հետևեք ձեր լեզվին։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, եթերին միանալու համար եւ եթերը տարածելու համար, շնորհակալություն ըմբռնման համար։ Կլինեն մարդիկ, ովքեր համաձայն չեն լինի, բնական է, նորմալ է, ես հարգում եմ ցանկացած կարծիք, եթե դա մարդու իր կարծիքն է, ոչ թե մանիպուլյացիա է։ Մանիպուլյացիոն բաները չեն կարա տեղ ունենան մեր իրականության մեջ։ Մենք չենք կարա դա թույլ տանք։ Կներեք, արդեն այնքան ենք ապրել մեռնելու վախտն է, պիտի նստենք էլի սրա նրա լալալուլուները լսենք, ասենք հələ կարող է մի 5 տարի էլ սրան տան կամ նրան կամ այն Պողոսին կամ Պետրոսին, առած էր բախտից։ Խելոք ձեր գործին նայեք։ Շնորհակալություն, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, բարի գիշեր ձեզ, մինչ վաղը։